Որդիս, կյանքիդ դժվարին պահերին նայիր այս ժպտուն աչքերիս և թեթևացիր հոգով։ Թող իմ ճակատագիրը, իմ նվիրվածությունը թատրոնին օրինակ լինի քեզ համար։ Ժառանգիր ինչ որ կարող ես, ինչքան կարող ես։ Աշխատիր, խիզախիր, ստեղծիր ավելին, քան ես եմ կարողացել։ Գերազանցիր ինձ։ Թող պատմությունը իմ անունը հիշատակի քո անվան կողքին։ Հիշիր զավակս, ամենաթանկ բանն այս կյանքում ազնիվ, բարի ու մեծ անունն է։ Ես գանձեր ու կարողություն չունեմ, որ կտակեմ քեզ, բայց ես ունեմ մի հարստություն, որ չեմ փոխի ոչ մի կարողության հետ։ Իմ անունը։ Հենց այդ էլ թողնում եմ քեզ որպես ժառանգություն։ Ապրիր ու մեռիր թատրոնում։ Հայրական մաղթանքներով, Գուրգեն, 1 հունիսի 1971 թվական։ Հրազդանի շրջան։ Այս տարածքը հնում մտնում էր մեծ հայքի Այրարատ նահանգի մեջ և կազմում էր նրա Նիք և Կոտայք գավառների մասը։ 13-ից 15-րդ դարերում շրջանի տարածքում ստեղծվել են հայկական իշխանություններ։ 17-րդ դարի կեսերին այստեղ Հրազդանի շրջանում քահանա Տեր Խաչատուրը գցեց իր տոհմածառի արմատները։ Դարեր անցան, ծառը մեծացավ և դարձավ հսկա մի կաղնի, որին ոչ մի հողմ ու փոթորիկ արմատախիլ չարեց, քանի որ խորն են արմատները և ամուր են ճյուղերը։ Ճյուղերից մեկն էլ հայ թատրոնի հսկա ժայռ Գուրգեն Ջանիբեկյանն է, որի գործը այսօր շարունակում է նրա որդին, 6 տասնամյակ բոլորած, բայց առ այսօր մանկական ջինջ հոգով մի դերասան, Կարեն Ջանիբեկյանը, որն իր ճանապարհը արվեստում սկսեց 60 տարի առաջ, երբ լսվեց նրա առաջին ճիչը։ Եվ ճամփա ընկավ այդ ճամփորդը, հաղթահարելով շատ դժվարություններ, և այսօր էլ նա շարունակում է իր վերելքը դեպի թատրոնի Օլիմպոսի գագաթը։ Սիրելի Կարեն, ուզում եմ շնորհավորել ձեզ ծննդյան 61-ի կապակցությամբ, 1 ամիս առաջ լրացավ ձեր ծննդյան 60-ամյակը։ 60 տարին շատ չէ և միևնույն ժամանակ քիչ չէ, մանավանդ արվեստագետի համար։ Ասում են, որ փոքր ժամանակ փոքրուց դուք կապված եք եղել թատրոնի հետ, բնական է, եղել եք այդպիսի ժայռի որդի, ինչպես Գուրգեն Ջանիբեկյանն է, բայց միևնույն ժամանակ ես լսել եմ, որ դուք դժվար երեխա եք եղել, այնպես չէ։ Դժվար է իհարկե, շատ էներգիա շատ ունեի իմ մեջ և չգիտեի ինչ անեի, ուր օգտագործեի, և այդ էներգիայի լիքությունն էր, որ ինձ ցավ էր պատճառում և ինձ և ծնողներիս։ Դե կյանք է, բայց դժվարը ինչ իմաստով, ես բարի եմ եղել, դժվար եմ եղել, որտև չարաճճի եմ եղել։ Այո, չարաճճի էր, բայց աշխատասեր։ 17 տարեկանից աշխատել է գործարանում, սակայն կես տարուց հասկացել է, որ դա իր տեղը չէ։ Ճանապարհը նրան տարավ Գորիս։ Աշխատեց ռեժիսոր Գենա Բադալյանի մոտ, հետո Երևան, ռեժիսորի ասիստենտ կինոխրոնիկայում։
բայց զգաց, որ պետք էր մասնագիտական կրթություն ստանալ։ Եվ արդեն երկար տարիների փորձ ունենալով ընդունվեց սովորելու Վավիկ Վարդանյանի երեկոյան կուրսերում։ Իսկ հետո դերասանը պարտադիր չի, որ ընդունվի թատերական ինստիտուտ։ Իհարկե։ Մանավանդ այսօր, մանավանդ այսօր. если есть контрольная улыбка, уже ты актер. Ես թատրոնը սիրում եմ, որովհետև սիրում եմ այն մարդկանց, որոնք շրջապատել են իմ հորը, սիրել եմ այն տունը, օջախը, որտեղ հավաքվել են այդ մարդիկ և տեսել եմ, թե ոնց են նրանք ուրախանում, ոնց են ապրում։ Ես չեմ մտածել, որ դերասան դառնամ, այդպես ստացվեց ինձ մոտ։ Հիմա ես չգիտեմ, ես դերասան թե նոր պետք է դառնամ, դա էլ չեմ կարող ասել։ Այսինքն ինչ որ ես արել եմ, դա շատ քիչ տոկոս է, ինչ որ ես կարող եի անել։ Իհարկե չեմ ունեցել, դժվար է դերասանը մենակ, որպես արվեստագետ ինքնուրույն ստեղծագործի, դերասանին անհրաժեշտ է թատրոն և լավ ռեժիսոր։ Եթե ռեժիսորը չկա, դերասանը նույնպես չկա։ Արդյունքում ի վերջո ժողովուրդը չի գալիս թատրոն։ Այսօր դա մեծ պրոբլեմ է։ Չգիտեմ, օրինակ մենք կնոջս հետ երբեմն վիճում ենք, թե եթե լավ ներկայացում կինս ասում է, եթե լավ ներկայացում եղավ, հնարավոր չի, որ չգա։ Ես համամիտ եմ, բայց դա այդպես չի։ Սյունեքանի թատրոն հիմա սա մենք գտնվում ենք այն այգում, որտեղ հայրիկիս հետ ձեռքս բռնած, հայրս միշտ բերում էր ինձ թատրոն փոքր ժամանակ, և դիմաց հիշում եք ցանկապատ էր։ Այո։ Իջնում էինք այդտեղ դուր կար, բան կար, այգին լրիվ ուրիշ էր, շատ գեղեցիկ էր, հիմա զիբիլանոց է։ Փոխվել են ժամանակները, թատրոնն է փոխվել, թատրոնը ծնվում է և մեռնում է, ծնվեց այդ թատրոնը և մահացավ, հիմա թե ինչ կծնվի նոր թատրոն, միգուցե ծնվել է, մենք չգիտենք։ Դուք կարող եք հիշել ձեր առաջին ներկայացումը, առաջին դերը Սունդուկյանի թատրոնում և ասել, թե ինչ գնահատական տվեց այդ ձեր դերին ձեր հայրը։ Առաջին դերը իմ եղել է անխոս մի դեր, նորին երազանցության, այսպես ասած, ծառան էի ես աշխատում էի որպես սպասավոր։ Դա Գաուպտմանի մայրամուտից առաջ ներկայացումներ, որտեղ հայրս խաղում էր գլխավոր դերը, Կլաուզենի դերը, ես էլ խաղում էի սպասավորի դերը, և այնտեղ տեքստ չունեի ես, և ինձ վիճակված էր ընտրել ինչ-որ բան ստեղծել, որպեսզի կարողանամ արտահայտել, ցույց տալ իմ շնորհքը։ Վերջին հաշվով առաջին անգամ հայրիկիս հետ դուրս եմ գալիս բեմ, և ես Վազիմ Մելիքսյանն էր բեմադրում այդ ներկայացումը, և ես սկսեցի փնտրել ինչ-որ անցումներ, ինչ-որ սպասավորը պետք է լինի այդ տան, և ամեն ինչ իմացող, և լրակյաց տեքստ չունի, չի խոսում համարյա, մի քանի խոսք է դիմում, կամ ասում, կամ հարց է տալիս պատասխանում։ Ես որոշեցի ինչ-որ այն սվինքսի մի մտածողություն, որը դարեր շարունակ լուռ է, և դա ինձ տվեց այդ կերպարի ֆորման ասեմ, թե բովանդակությունն ասեմ։ Իսկ Գուրգեն Ջանիբեկյանի անունը ձեզ օգնել է, թե խանգարել է կյանքում։ Իհարկե, ասեմ ճշմարիտ արջի ծառայություն եմ մատուցել հայրս ինձ, երբ Սունդուկյանի թատրոնում էի աշխատում, որտեղ ինչ-որ լավ բան անում էի, վերագրվում էր հորս, ինչ-որ վատ բան անում էի, վերագրվում էր նույնից հորս, որ տեսնի այդ տղան է, դա համար այդպես է վարվում, և այլն, իսկ ես շատ էմոցիոնալ, շատ մի մարդ էի, որը չեմ հանդուրժում
Справедливость, անարդարությունը եւ անդադ ես կրների մեջ էի, անդադ վեճերի մեջ էի եւ դա վերագրվում էր որպես Ջանիբեկյանի տղա անտեստ այսպես եւ այլն բայց դա ես շատ շնորհակալ եմ որ այդպիսի հայր ունեմ եւ նա կա ինձ համար եւ ես միշտ իր հետ եմ Կարեն, իսկ որպես դերասան դուք կամակոր դերասան եք այսինքն համաձայնում եք այն ամենի հետ ինչ ասում է ռեժիսորը թե ձերն եք պնդում Որ կամակորն է, եթե ես փնտրում եմ, եթե ես մտածում եմ, ուրեմն ես ունեմ իմ առաջարկը։ Ռեժիսորը կարող է ընդունել, կարող է չընդունել։ Ռեժիսորը նույն ձևի մտածող մարդ է եւ նա էլ է առաջարկում, կարող է ընդունել եւ չընդունել։ Սա մի պետք է Սանխոմանիկեն չի դերասան որ ռեժիսորն ասաց այսպես կանգնի, այսպես խաղարա, այսպես արա, այսպես չէ դե։ Ցավոք շատ ռեժիսորներ համարում են որ դերասանը մանեկեն է եւ շատ դերասաններ համարում են որ պետք է ենթարկվեն ռեժիսորին անխոս։ Դե գիտեք ինչ այդպիսի դերասաններ կան հիմա եւ նրանք էլ դերասան չեն, ես համարում եմ նրանց մանեկեններ, որոնք իրենց դեմքը չունեն, ինքնուրույն մտածողությունը չունեն, իրենց էսթետիկան, իրենց ճաշակը դե դա արդեն իսպանիցիլ կատարածու։ Այո, Կարեն Ջանիբեկյանի հետ, ինչպես խոստովանեցին շատ ռեժիսորներ, դժվար է աշխատել, բայց ոչ ոք չժխտեց, որ նա շատ հետաքրքիր դերասան է։ Այդ մասին վկայում են մոտ 100 նրա կերտած կերպարները թատրոնում, հեռուստաթատրոնում եւ կինոյում։ Կինոյում նրան առաջին անգամ տեսանք ռեժիսոր Ստեփան Քևորկովի Ճանապարհ ֆիլմում, որն էլ դարձավ նրա սիմվոլիկ ճանապարհի սկիզբը դեպի կինոյի մեծ աշխարհը։ 40-ից ավել կինոնկար, իսկ լավագույնը ինքը Կարեն Ջանիբեկյանը համարում է Աշնան արևը ֆիլմը։ Կոմայրն է, արեցիր, մյուս անգամ չանես։ Քոլկինը, մի ժամ առանց կրվի ապրեցեք։ Ճիշտն ինքն է, կեր։ Ձեր ճիշտն ես պետք չի, ես այստեղից կգնամ։ Դե բա իհարկե կգնաս։ Դե բա մենք ինչ մարդ ենք, որ մնաս մեզ մոտ։ Գյուղն ինչ է, որ գյուղում ապրես։ Всех с поезда гнать сюда, с вещами со всей хурдой-бурдой. Долго буду ждать, подходи по одному. Молодец, такого и расстрелять приятно. Кто будешь? Горец. Что это значит, горец? Ты мне дурака не валяй, признавайся, офицер. Ну какой я офицер? Ինձ խելքից հանեց, Իսահակը։ Մարութխանյանը։ Հա, Մարութխանյանը։ Ամեն ինչ կգրես։ Ինձ պետք են Միքայել Ալիմյանի կեղծված պարտամուրհակները։ Եվ անհապաղ։ Ողորմած ինչ է քանում։ Առայժմ ոչինչ։ Սա ձեզ, իսկ մուրակները ինձ։ Գարձեն զանգակի ցայմը։ Պարոն Փաստաբան, մենք կորձի դեր մարդ ենք եւ այսօր մեր կորձերը երեսի վրա թողելով եկած ենք հոս ամուսնական խնդիր մքննելու։ Մենք ցերքերին չենք հասկացակ։ Մենք ցերքերին չենք։ Մենք ցերծարան չենք հասկացակ։ Մենք ցերծարան չենք։ Ուրեմն հաղորդեցեք ձեր պաշտպանյանին, որ նախնական գործողությունները չավարտվեցան դակավին։ Լավ, այո։ Փոքրուց մի քիչ դեմքով արտակնով մի քիչ ուրիշ էի, չանս ծնոտս մի քիչ առաջ էլ եւ ես միրուքը զոր պահում եմ դա մասկիրովկայի համար եմ պահում։ Իսկ ընկերական շրջապատում եւ թատրոնում մակարոն ունեիք, Չան Կարեն։ Չան ես ասում էի դա չլեն ակադեմիայի նաուկ։ Պես էլ պահում։ Ապավում էր էլի Չան։ Դունչ Չան եւ շատ եմ գրվել իմ Չանից պատճառով փոքր ժամանակ։ Դա էլ եղել իմ պակասություններից, որը դեռավ առավելություն, որ Ֆրունզիկին տեսանք զարմացանք, ինչ սենց գիտ լինում, Չանն էլ լիներ են։ Դա մի խոսքով դա հետո դառնում է առավելություն, բարձում է դերասանի համար։ Լավ, անցնենք հեռուստաթատրոնին։ Հեռուստաթատրոնում ես շատ մեծ աշխատանք եմ տարել, շատ մեծ։ Եվ պետք է ասեմ, որ իմ լավագույն գործերը բոլորն էլ լավն են, միայն
կարող եմ առանձնացնել երկու գործ։ Մեկը Հրանտ Մաթեոսյանը էլի Չեզոք գոտին, որտեղ դերտեր էի խաղում Սոսի հետ միասին։ Մյուսն էլ Կազանցևի հին տունը, որը խաղում էի մի բացասական կերպար, որը ինձ համար դարձել էր դրական, որովհետև սիրեցի այդ բացասական կերպարը։ Ռուսական թատրոնը բեմադրել էր դա, բայց լրիվ բացասական էր, լրիվ սև էր, ես գտել էի մարդկային մյուս կողմը, ախր մարդ չի կարող ծնվել միանգամից սև գույնի։ Նա ունի իր մեջ լավ բաներ, որոնք պետք է փնտրել և ես գտա այդ մարդու տեքստի մեջ, որ ասում էր ես առաջինն էի մեր գյուղում, և ես ուզում էի օդաչու դառնալ, բայց չստացվեց և դարձավ հարբեցող ինչ-որ մի բան միտեղ կոտրվեց այդ մարդու մեջ, և ինքը դարձավ հարբեցող, դաժանացավ և ընտանիքի և ընդհանրապես այդ կերպարն եմ շատ հավանում, այսինքն բարդ կերպարներ եմ ես սիրում։ Բայդ трудный, тяжелый, цанер, почти черные дни. А сегодня день ясный, прекрасный, красивый. А бывают тяжелые, почти черные дни. Не хочется жить. Будьте великодушны, как умела быть Настасья Филипповна по роману «Идиот» Федора Достоевского. Настель, Витюх, настель, вассалипес. Витька, Пушкин-Мушкин, Радара. Югез драк ոնց են ապրել, չգիտես, Վիճկա, նրանք ամեն ինչ էլ ունեին, էլ փող, էլ լափելու բան, ինչ ուզես, բան ու գործներն ինչ էր, նստում էին ու կերում, ոչ վարում էին, ոչ ցանում, աչքները ուրիշների կանանց վրա պլշում էին, հենց սիրահարվում էին, կամ դուրներն էին գալիս, վազում էին տուն ու ոտանավոր գրում, բայց չեք ասի այն ժողովուրդ, սիրահարվել է։ Կարեն, ինչ ընդհանուր բան կա Կարեն և Գուրգեն Ջանիբեկյանների մեջ, ոչ թե որպես արվեստագետ, այլ որպես մարդ։ Ազնվություն, բարություն, շիտակություն և ոնց ասեմ, ըմբոստություն։ Ես մի ընդհանուր բան եմ ուզում նշել ձեր և ձեր հայրիկի մեջ, իմ կարծիքով։ Ես գիտեմ, որ Գուրգեն Ջանիբեկիչը իր ողջ կյանքի ընթացքում շատ սիրել է երեխաներին և կանանց, ինչպես նաև դուք։ Այդպես է։ Դա մարդու այ բերեսով չեն տալիս, Կարեն ջան։ Այո, ես սիրել եմ երեխաներիս, սիրում եմ և ունեմ 6 երեխա, 5 տղա մի աղջիկ, ունեցել եմ բազմաթիվ կանանց, որոնք շատ եմ սիրում, որոնք շատ լավ մարդիկ են, իմ երեխաներիս մայրերն են, որոնց հետ մենք շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք, շատ ճիշտ, և զարմանալիորեն իմ այս վերջին կինը, եթե վերջինն է, շատ ճիշտ է ընկալում այդ ամենը, որովհետև արվեստի մարդ է, որովհետև մերն է, մեր երամից է։ Կարեն, այ երեխաներից խոսեցինք, ձեր 6 երեխաներից քանի արվեստագետ կա։ Միքայելս է, որը ինձ հետ խաղացել է մի քանի հեռուստատեսային բեմադրություններում և պետք է ասեմ շատ հետաքրքիր, անմիջական, ազնիվ, այնպես էր խաղում, ոնց որ երեխան որ խաղում է, այսպես նայում ես, չէ՞, բնակ քո երեխան աղջիկդ որ խաղում է ինքը տանը, ինչ-որ կամ փոքր երեխան զինվորներով բան ստեղծում է այդ աշխարհը և նայում ես այն մարդ ինքը ինչպես հավատում է իր Ամենաանկեղծ դերասանն է երեխան։ Եվ այդ երեխաս շատ տաղանդավոր է,
Բայց եւ թողեցինք այդ գործը, որովհետեւ Մոսկվայում պետք էր ապրել։ Նամար գնաց, ոնց որ ասում են հիմա բիզնեսով է զբաղվում։ Մարդիկ ինձնով են ապրում, ես եմ կարևոր, եթե չլինեմ մարդիկ կկործանվեն։ Իմ հայրիկը դերասան է, մայրիկս դրամատուրգ, ես էլ ուզում մեծանամ և դառնամ դերասան։ Իսկ ով է քո հայրիկը։ Կարեն Ջանբեկյանը։ Կարեն, այսօր դուք խաղում եք համազգայինի թատրոնում մեր ճանաչված եւ սիրված դերասան Սոս Սարգսյանի ղեկավարությամբ։ Այդ թատրոնի մասին ինչ կարող եք ասել։ Այդ թատրոնը միակ թատրոնն է, որը շարունակում է Սունդուկյանի ավանդույթները։ Բայց թատրոնը շատ ծանր կացության մեջ է, որովհետև գումար չկա, համազգայինը այսօր 4 ամիս է մեր դերասանները ռոճիկ չեն ստանում եւ օգոստոսին պետք է թատրոնի հարցը լուծվի, կամ լինելու է այդ թատրոնը, կամ փակվելու է։ Ախր քանի անգամ եմ ասել Դոն Անտոնիոյին, խելքն իրեն է այդ գազանների համար ոչ մի կերպ չի հասկանում, թե որքան վտանգավոր է։ Իսկ այդ մալավիդան ոչ թե շուն է, այլ ճիշատիչ գազա։ Հա, ռեխը բացում է, թվում է սատանա է, մեղակ ես տեր աստված։ Դոն Անտոնիո, պաշտում է սինյոր Արմիդային, էնպես, որ դա շան վրա էժան չի նստի։ Դրանով ես համոզված չեմ։ Հա? Հայրիկ, ես նորից դրան կտեսնեմ։ Բայց նա խոչի կորել, սրբուհի Ագնես։ Տղա, ոնց որ կորած մոլորած լինի։ Նույնիսկ անունից։ Ինչպիսի տղա է լինի կգայս տուն, հեքոզ աշխարի վերջ չկա։ Իսկ դու ուրախ կլինես, եթե հանդիպես նրան։ Չգիտեմ, Պետք է վճռես։ կարծում եմ, պիտի որ ուրախ լինեմ։ Կարենը կյանքում շատ նախասիրություններ ունի։ Շատ է սիրում երաժշտություն, մանավանդ ջազ։ Տեսեք, թե ինչպիսի հետաքրքրասիրությամբ նա ուսումնասիրում է տրոմբոնը եւ ինչ ուշադիր լսում է ճանաչված տրոմբոնահար Խոսրով Վարդանյանի ցուցմունքները։ Իդեպ նա նվագում է մի քանի գործիքներով։ Ականջները եւ ականջներում ձգությունը, որտեղ սկզբից եկա ուրիշ նոտ ալեք, ալավան վերջին չգտա։ Ինչ անեք։ Բայց հենց վերջի չի տեսել նույնիսկ։ Կարենը նաեւ շատ է սիրում պաղպաղակ եւ կազինո։ Այո, Կարեն Ջանբեկյանը խաղամոլ է, չնայած միշտ պարտվում է։ Վերջերս էլ տիկնոջ Անահիտ Աղասարյանի եւ մի խումբ դերասանների հետ նա եղավ Լոս Անջելեսում եւ այնտեղ խաղացին Հարութ Պապ ներկայացումը։ Ամերիկան Կարենը համեմատում է մի կնոջ հետ, որի հետ անց է կացրել բուռն գիշեր, բայց առավոտյան տեսնում է, որ կողքին մի տգեղ խորնիկ է պառկած։ Ահա, այսպիսին է Ամերիկան Կարեն Ջանբեկյանի համար։ Որպես դերասանները վերջերս էստրադայում շատ են հանդես գալիս։ Ես գիտեմ, որ դուք էլ փորձ արեցիք էստրադայում հանդես գալ, խոսքը ռեգթայի մշակութային կենտրոնի մասին է, որը միասին ստեղծեցինք, մենք ձեզ հետ աշխատեցինք մոտ 1 տարի եւ կարծում դեռ կշարունակենք եւ առաջին անգամ այնտեղ մենք տեսանք Կարեն Ջանբեկյանին որպես էստրադայի դերասան։ Ստացվեց, ես չգիտեմ։ Ես կարծում եմ ստացվեց եւ փայլուն ստացվեց եւ կարծում եմ, որ մեր հեռուստահայտողները այժմ դրանում կհամոզվեն։ Այսօր մեր հյուրն է ակադեմիկոս,
Մենա արվեստաբան, եկիծաբան, պատմաբան, լեզվաբան եւ այլ գրական բան, պարոն Պապիկ Պապիկյան։ Վերջերս լրացավ նրա 120 տարի։ Պարոն Պապիկյան, այդ ճիշտ է, որ դուք անձամբ ճանաչել եք Կրուպսկայային։ Էնել ոչ, տեղը տեղի։ Նրա մարդուներ են ճանաչել, Կրուպսկի։ Ոնց էր խմում, տեղա։ Ջաբարլամի շեղամ։ Հա, հիմա ինձ ուզում են այդ հիվանդանոցի դիրեկտոր նշանակեն, չեմ անում, գնամ, չգնամ, այնոնք ամեն օր կսան կնիկ են մերում, մեկը մեկից լավ, կնիկալոգիայի ինստիտուտա, բա, աղջիկ ջան, կնիկալոգիայի ինստիտուտ, Այնետ, բրկը, դու լավ կնիկ ես երևում, Տավրապես, մշակույթը այսօր շատ ծանր վիճակի մեջ է, նկարիչներն են, քանդակագործներն են, գրողներն են, երաժիշտներն են, Ես չգիտեմ իմ աշխատավարձը բարձրացածրա միջինա, բայց այդ աշխատավարձով հնարավոր չի միայն լույսի փողը տալ։ Հասկանում ես։ Եվ ասում են, քանի գնում թանկանում է, պետք է թանկանա։ Չեմ հասկանում, ուրա գնում ես, ինչ եմ մտածում, ոնց է լինելու։ Հուսանք, որ լավ կլինի, և հազարամյակների պատմություն ունեցող մեր մշակույթը վերջնականապես կվերածնվի, և Ջանիբեկյանների հինավուրց տոհմը կշարունակի իր հաղթական ճանապարհը դեպի հավերժություն։